Կապեք ամրագոտիները հարգելի ընկերներ, որովհետև այնինչ այսօր կիմանաք կարող է մեկընդմիշտ գլխիվայ շրջել ձեր կյանքը, աշխարհայացքը եւ հնարավոր է նույնիսկ կյանք տա ձեր մեռած խղճին։ Կարծես մինչ այս պահը աշխարհում չկար իրական, փաստացի գիտական ապացույց Աստծո գոյությանը եւ նրա հաղորդակցությանը մեր աշխարհի ամեն կենդանի եւ անշունչ բաներին։ Այսօր ես ի հայտ կբերեմ ձեզ այնպիսի փաստեր, որոնցից հետո ժխտել նրա գոյությունը ընդհանրապես կլինի համարության նշան։ Եվ այսպես գնացինք։ Հավանաբար շատերդ լսել եք այսպես կոչված Ֆիբոնաչիի թվի մասին, այն նաև անվանում են Աստծո թիվ։ Ինչու կհարցնեք դուք, որովհետև ամեն կենդանի եւ անշունչ մարմին այսպես թե այնպես կապ ունի այդ թվի հետ։ Խխունջի խեցու կառուցվածքը, մարդու մարմնի չափսերը, արևածաղկի սերմերի աճը, մեղրամոմերի եւ դրանցից կաճկերի կառուցվածքը, ծաղիկների, բույսերի եւ ծառերի բարդ նախշերը եւ վերջի վերջո գալակտիկայի պարուրաձև տեսքը, այս ամենը վերցում են իրենց համաչափություններն ու չափսերը ելնելով Ֆիբոնաչիի թվից։ Իհարկե նաև մարդն է օգտագործում այս թիվը համարյա բոլոր գործառույթներում, օրինակ ճարտարապետության, նկարչության, կադրի բեմադրման եւ նույնիսկ Apple ընկերության հանրահայտ խնձորի մշակման ժամանակ դիզայներ օգտագործել է ոսկե հարաբերակցությունը։ Բայց ինչպես մեզ մոտ հիմնականում լինում է ինչ-որ բարդ բան օգտագործելու ժամանակ, որը վերցված է բնությունից, մենք հազվադեպ ենք մտորում նրա իրական ծագման եւ հայտնվելու պատճառի մասին։ Մենք սովորություն ունենք ամեն ինչ վերագրել պատահականության կամ ժամանակակից էվոլյուցիայի վրա, բայց այդպես է արդյոք։ Ինչ է իրենից ներկայացնում այդ խորհրդավոր ֆի թիվը 1.61-ը, Ֆիբոնաչիի թիվը, թե Աստծո թիվը։ Եվ ինչ կապ ունի այն Աստծո հետ, ինչպես պարզվում է ամենաուղիղ, բայց ամեն ինչ իր հերթին։ Եկեք նայենք Ֆիբոնաչիի հաջորդականությանը 0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89 եւ այդպես շարունակ։ Ամեն մի հաջորդող թիվը դա նախորդ երկուսի գումարն է եւ մեծը նախորդից 1.6 անգամ, այսինքն Ֆիբոնաչիի թվի չափով։ Մաթեմատիկական հասարակ գործողությունների ճանապարհով կարելի է ստանալ ոսկե համամասնություն, այսինքն կողմերի հարաբերակցություն տոկոսային արժեքով 62-ը 38-ի։ Իդեպ այս հարաբերակցությամբ են կառուցված մարդու մարմնի մասերը։ Ֆիբոնաչիի թիվը ստանալու համար բավական է 62-ը բաժանել 38-ի, ստացվում է 1.6։ Նույնն է նաև Ֆիբոնաչիի հերթականության մեջ, եթե բաժանենք հաջորդողները նախորդողին, ապա կստանանք նորից նույն 1.6-ը։ Եթե մտորենք Ֆիբոնաչիի թիվը հանդիսանում է հզորության թիվ, օրինակ մեծ շենքեր կառուցող ճարտարապետներն ու շինարարները շենքի չափսերն ու կառուցվածքը հաշվարկում են հենվելով ոսկի հարաբերակցությանը, որովհետև տվյալ կառուցվածքը երաշխավորում է շենքի օպտիմալ արդյունավետություն եւ ամրություն։ Բայց եկեք դիմենք Աստծուն, իսկ ավելի կոնկրետ քրիստոնեության սկզբնաղբյուրին Աստվածաշնչին, ինչպես հայտնի է, ի սկզբանե Աստվածաշունչը գրվել է եբրայերենով եւ անվանվել Թորա, հնգամատյան։ Եբրայական այբուբենի տարբերվող յուրահատկությունն է հանդիսանում ամեն տառի թվային արժեքը, այսինքն ամեն մի տառը նշանակում է ինչ-որ թիվ, եւ եթե վերցնենք Աստծո գլխավոր անունը Յահվե, այսինքն եբրայերեն 7, խ, վավ, խ, եւ տեսնենք նրանց համարժեք թվերը 7, 10, խ 5, վավ 6, խ 5, այսինքն 10, 5, 6, 5, եթե պատկերացնենք այն ինչպես բնական թիվ 10565 եւ նրա վրա կիրառենք ոսկե հարաբերակցության սկզբունքը 62-ի 38-ի եւ բաժանենք այն երկու մասի 105 եւ 65, ապա 105-ը բաժանենք 65-ի, ապա ինչ եք դուք կարծում ինչ կստացվի։ 1.61։ Սա ապշեցուցիչ է ընկերներ, Աստծո անվան մեջ հզորության թիվն է, Ֆիբոնաչիի թիվը, ոչ Աստծո թիվը։ Հավանաբար ինչ-որ մեկը կասի, որ սա պատահականություն է, բայց միշտ հապեք ենթադրություններ անել։ Հարցը նրանում է, որ ամեն գրքում կամ ամեն ֆիլմում կա այսպես ասած կենտրոնական հանգույց, կուլմինացիա կամ կատարսիս, եթե ուզում եք։ Եվ այսպես Աստվածաշնչի կուլմինացիան հանդիսանում է Աստծո որդի Հիսուս Քրիստոսի մահը խաչի վրա։ Իրապես Աստվածաշնչի բունեությունը, եթե պատմենք այն 3 նախադասությունով, հանդիսանում է նրանում, որ Աստված իջավ երկրի վրա եւ զոհվեց մարդկության համար, դրանով իսկ գնելով նրան իր սեփական օրենքի լծից, որը մեզ տանում է դեպի մահը։ Աստծո օրենքը չի կարելի չեղարկել կամ փոխել, իսկ այն ասում է մեղքը դա մահ է։ Իսկ ով է որ մեզնից չի մեղանչել։ Եվ որպեսի շրջանցել օրենքը, որպեսի փրկել մարդկանց, պետք է մահանա հենց ինքը օրենսգիրը։ Եվ եկավ Հիսուս Քրիստոսը եւ մահացավ մեր փոխարեն եւ այդ ժամանակ հավատը դեպի Հիսուս Քրիստոս եւ դեպի Աստծո զոհաբերությունը եւ անկեղծ ապաշխարությունը իհարկե ազատում են մեզ մեղքից եւ ենթադրաբար մահից եւս։ Գիտեք, ես չգիտեմ մեկ ուրիշ այսպիսի Աստծու, ով կզոհվեր հանուն իր դեմ դուրս եկած արարածի։ Այդ իսկ պատճառով ես սիրում եմ իմ Աստծուն եւ անկեղծորեն հավատում նրան։ Բայց ինչու եմ ես սա ասում, հարցը նրանում է, որ ես երկար մտածեցի ինչ որ կապ ունի արդյոք Աստծո անվան թվային արժեք 1565-ը Հիսուս Քրիստոսի հետ եւ ահա ինչ բացվեց ինձ։ Եթե կենտրոնական հատվածից տանել գծեր դեպի երկրի 4 կողմը հավասար տվյալ արժեքներին, այսինքն օրինակ 10 սանտիմետր, 5 սանտիմետր, 6 սանտիմետր եւ 5 սանտիմետր, ապա ստացվում է խաչ։ Եվ բացի դա, եթե գումարենք միմյանց հանդիպակաց թվերը, այսինքն 5 գումարած 5, որը հավասար է 10-ի եւ 10 գումարած 6, որը հավասար է 16-ի, եւ հետո 16-ը բաժանենք 10-ի, ապա կստանանք ինչ եք դուք կարծում 1.6։
Իդեպ այս բացահայտման բանալին հանդիսացավ հենց խաչը, կասեք սա ընդամենը պատահականություն է։ Էլի մի քանի հետաքրքիր փաստեր, Աստվածաշնչում Ծննդոց 6:15-ում մենք տեսնում ենք տապանի չափսերը, որը պետք է կառուցեր Նոյը ջրհեղեղից առաջ։ Տվյալ չափսերը իհարկե տվել է նրան հենց ինքը Աստված, դրանք են 300 կանգուն երկարություն, 50 կանգուն լայնություն եւ 30 կանգուն բարձրություն։ Իդեպ գիտնականների կարծիքով սա իդեալական հարաբերակցություն է 1:6-ի նավի լավագույն ամրության նավարկելու հատկության համար, հաշվի առնելով այն, որ տապանը չափսերով համարյա թե Տիտանիկի չափ էր, բայց պատրաստված էր փայտից։ Եվ այսպես Աստծո թիվը 10, 5, 6, 5 մաթեմատիկական ոչ բարդ գործողությունների արդյունքում մենք ստանում ենք տապանի չափսերը 10 անգամ 6 անգամ 5 հավասար է 300, 10 անգամ 5 հավասար է 50, 5 անգամ 6 հավասար է 30 եւ նորից տապանի իդեալական չափսերը թաքցված Աստծո անվանը համարժեք թվերի մեջ, որովհետեւ Աստված մեր տապանն է ընկերներ, իսկ Աստվածաշունչը իր խոսքը։ Իդեպ Լեոնարդո Պիզամսկին կամ ինչպես նրան հետագայում անվանել են Ֆիբոնաչին, ոսկի հաջորդականության եւ Ֆի թվի բացահայտման հեղինակը, ապրել է Քրիստոսից հետո 13-րդ դարում, սակայն Աստվածաշունչը գրված նվազագույնը 13 հարյուրամյակ առաջ նրա բացահայտումից լիքն է ոսկե համադրություններով։ Ահա դրանցից մի քանիսը նորից արդեն հիշեցված Նոյան տապանը լայնությամբ 50 կանգուն էր, բարձրությամբ 30։ Եթե 50-ը բաժանենք 30-ի կստացվի 1.6 տասնորդական։ Ուխտի տապանակը, որտեղ գտնվում են 10 պատվիրաններով տախտակներ, լայնությամբ 2.5, իսկ բարձրությամբ 1.5 կանգուն էր։ Եթե 2.5-ը բաժանենք 1.5-ի կստացվի 1.6։ Նկատեք, սա նույնիսկ Ֆիբոնաչի հաջորդականությունը չէ։ Սողոմոնի պղնձի ամբիոնը կամ տաճարի զոհաբերության սեղանը լայնությամբ 5, իսկ բարձրությամբ 3 կանգուն։ 5-ը բաժանենք 3-ի կստացվի 1.6 տասնորդական եւ սա ընդամենը մի քանի օրինակներ են։ Աստվածաշունչը դրանցով լիքն է։ Եվ այսպես, եթե Աստվածաշունչը դա լեգենդների, հեքիաթների եւ առասպելների հավաքածու է, ինչի համար այն բեռնել ոսկե հարաբերակցություններով, որոնք պաշտոնապես բացահայտվել են միայն 1300 տարի անց Աստվածաշնչի գրվելուց հետո։ Իմիջայլոց Աստվածաշնչյան մարգարեությունների 90%-ը, իդեպ դրանք մոտավորապես 2000-ն են, արդեն կատարվել են եւ դա գիտականորեն եւ պատմականորեն ապացուցված է։ Ուղղակի դուք դրանով չեք հետաքրքրվել եւ եթե 90%-ը կատարվել է, միթե 10%-ը չի կատարվի։ Իդեպ մարգարեությունների վերջին մասը ասում է ինչ-որ իշխանության մասին, որը կմիավորի կրոնական եւ աշխարհիկ իշխանությունները եւ կստրկացնի ամբողջ աշխարհը, եւ այդ ժամանակ բոլորի համար կլինի շատ վատ։ Եվ այդ դերի համար նվազագույնը կա երկու հավակնորդ՝ ՆԱՏՕ-ն իր հետկոլիսյան իշխանություններով, որը ձգտում է մեկ աշխարհակ կարգ ու կանոն հաստատել, եւ այդ նույնին ձգտող իսլամական աշխարհը։ Ինչ կլինի հետո, իսկ հետո կլինի ավարտը։ Եվ ինչ որ բան ինձ հուշում է ընկերներ, որ այս ամենը կընկնի մեր սերունդի վրա, բայց Աստված առաջարկում է մեզ համագործակցություն։ Նա առաջարկում է մեզ պասպարվել իր տապանում, իր որդու մեջ, Հիսուս Քրիստոսի։ Իսկ դուք չեք մտածել այդ մասին։ Ժամանակն է արդեն եւ հերիք է ձեր խիղճը հանգստացնեք էվոլյուցիայի հիմար տեսությամբ, որը իդեպ արդեն վաղուց հերքել են։ Եվ վերջում ընկերներ, կցանկանայի ամփոփել։ Աստված կա։ Դուր է գալիս դա ձեզ թե ոչ։ Հավատում եք դուք նրան թե չեք հավատում, նա ձեզ հաստատ հավատում է եւ դեռ ուշ չէ սկսել նրան փնտրելը։ Բայց կա մի բարդություն։ Աշխարհում գոյություն ունի ավելի քան 40,000 աղանդ, միայն քրիստոնեական, բայց Աստված մեկն է եւ ճշմարիտը մեկն է, եւ ում հավատալ։ Ընդհանրապես աշխարհում գոյություն ունի երկու կարծիք՝ մեր մարդկային կարծիքը եւ կարծիքը Աստծո։ Եվ ինչ որ բան ինձ հուշում է, որ Աստծուն ընդհանրապես միևնույնն է, թե ինչեր ենք մենք մեզ համար հորինել։ Մի հավատացեք ոչ մեկին, հավատացեք միայն Աստվածաշնչին, որովհետև այն Աստծո խոսքն է, նրա մեջ կա բոլոր հարցերի պատասխանները, այն համաձայնում է բոլոր գիտական եւ պատմական տվյալների հետ, բացի էվոլյուցիայից իհարկե։ Հենց Աստվածաշնչում կա Արարչի իրական հետևորդների կարճ բնորոշումը, այն գրված է Հայտնության 12-ի 17 եւ 14-ի 12 խոսքում։ Աստծո պատվիրանները եւ հավատքը առ Հիսուս պահողը եւ իհարկե սերը։ Ահա այսքան պարզ է ընկերներ, ցավոք սրտի 40,000 քրիստոնեական դավանանքներից Աստծո 10 պատվիրանները պահում են թերևս 5%-ը։ Եվ Աստծուն միևնույն է ինչ եք դուք կարծում այդ ամենի մասին, նա ցանկանում է, որ մենք լսենք իրեն, իր խոսքի միջոցով, այլ ոչ թե հովվին կամ քահանային։ Մարտին Լյութերի բարեփոխումները սկսվեցին ճշմարիտի լվացումից մարդկանց կողմից ավելացված հեթանոսական խառնուրդներից, որոնց քանակը ժամանակակից կրոնների մեջ այդքան էլ քիչ չէ։ Ժամանակն է եւ մեզ բարեփոխել այն ամենը, ինչին մենք հավատում ենք, եթե իհարկե դուք հավատում եք։ Իսկ եթե ոչ, ապա ժամանակն է դրա մասին լրջորեն մտածել, որովհետև ոտքերի տակի սառույցը չափազանց շատ է բարակել։ Ամեն բարին ձեզ հետ, մնացեք Աստծո հետ։